Գուպի գուպիները ակվարիումի ձկների ամենատարածված տեսակն են, նրանք ունեն գույներ, բարի և աներես են, հետևաբար շատերը միացնում են դրանք: Գուպին անհրաժեշտ է կերակրել օրական 3 անգամ: Եթե ակվարիչը ավելի հաճախ դա անելու հնարավորություն ունի, ապա յուրաքանչյուրը 3-4 ժամվա ընթացքում կարող եք նրանց ուտելիք տալ, բայց անհրաժեշտ է օգտագործել փոքր քանակությամբ կեր: Գուպիի սնուցումը պետք է հավասարակշռված լինի, այդ դեպքում ձկները հաճախ չեն հիվանդանա: Մոլինեզիա Մոլինեզիաները փոքրամարմին, գեղեցիկ և հեշտ խնամվող ակվարիումային ձկներ են: Ծագում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, չափսերը 5-10 սմ, կախված տեսակներից, կյանքի տևողությունը 3-5 տարի: Ամենատարածվածներն են սև մոլինեզիաները, թիավարակավորը, սպիտակ սև կետերովը, փքված կլորավոր որովայնով, ոսկեգույն շողացողը: Պահման պայմանները: Ակվարիումում նվազագույնը 40 լիտր, խմբով պահելու համար: Սիրում են բնական բույսերով ակվարիումներ, լույսը միջինից բարձր, խաղաղ ձուկ է և լավ է ապրում այլ ոչ ագրեսիվ ձկների հետ: Սնունդ: Սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սնունդով: Բազմացում: Իգական մոլինեզիաները կարող են ծննդաբերել ամսական մինչև 20-100 ձկներ: Բազմանալու համար առանձնացնում են արու և էգ ձկները: Հղիության տևողությունը մոտ 4 շաբաթ: Ձկները շատ փոքր են, ուստի լավ է տեղավորել առանձին փոքր ակվարիումում, որպեսզի մեծերը չուտեն: Մոլինեզիաները լավ են հարմարվում թեթև աղաջրերին, ինչը չեք տեսնի մյուսների մոտ: Եթե ակվարիումում խնդիրներ կան հիվանդություններով, աղաջուրը երբեմն օգնում է: Սորդագիր Սորդագիր ձուկը փոքր, գեղեցիկ և համեմատաբար խաղաղ ակվարիումային ձուկ է, որը շատ է սիրվում սկսնակների կողմից, իր հեշտ խնամքի և գեղեցիկ տեսքի պատճառով: Անունը ստացել է իր պոչի երկարացած ցորի նմանվող հատվածի շնորհիվ, որը հատուկ է արու ձկներին: Ծագում է Կենտրոնական Ամերիկայում: Չափս՝ 8-12 սմ, արուները մի փոքր են, կյանքի տևողությունը 3-5 տարի: Ջրի ջերմաստիճանը 28°C: Ամենատարածված տեսակներն են կարմիր, կանաչ, բալի գույն, վագրավոր, հալկ լիրապոչը: Հարմարվող են, լավ են ապրում խաղաղ ձկների հետ: Արուները կարող են դառնալ տերիտորիալ և երբեմն ագրեսիվ իրար նկատմամբ: Լավ է ունենալ մեկ արու և մի քանի էգ, որպեսզի խուսափենք մրցակցությունից: Կենդանածին ձկներ են, ձվերը չեն երևում, ձկնիկները ծնվում են կենդանի: Էգերը կարող են բեղմնավորված մնալ երկար ժամանակ և մի քանի անգամ ձկնիկ ունենալ առանց նոր բեղմնավորման: Մի ծննդաբերությամբ ծնվում է մոտ 20-80 ձկնիկ: Սնունդը բազմազան է: Ոչ ճիշտ ջրային պայմանները կարող են բերել մաշկի բորբոքումների, սնկային վարակների: Կարող են խաչասերվել պլատինների հետ, քանի որ պատկանում են նույն ցեղին, առաջացնելով հետաքրքիր հիբրիդներ: Պլատին Պլատինը մի փոքր, գունավոր, ակտիվ և շատ սիրելի ակվարիումային ձուկ է, իդեալական սկսնակների համար կենդանածին ձկներ են: Ծագել են Կենտրոնական Ամերիկայում: Չափսը 4-6 սմ, կյանքի տևողությունը 2-4 տարի: Ջրի ջերմաստիճանը 22-28 աստիճան:
Պլատինները հայտնի են իրենց գունավոր տեսակներով՝ նարնջագույն կարմիր, սև կարմիր կամ սև դեղին, կապույտ կոլար, Միկի Մաուս, բարձր մեջքի լողակով։ Գույները չեն ազդում ձկան առողջության կամ վարքագծի վրա, ճիշտ խնամքը ավելի կարևոր է։ Խաղաղ և ընկերասեր ձկներ են, լավ են պահվում 4-ից 6 հատ և ավելի։ Պլատինները բազմանում են շատ արագ, խիությունը տևում է 3-ից 4 շաբաթ, կարող է ծնվել 20-ից 80 ձկնիկ, լավ է ձկնիկներին առանձնացնել մեծերից ուտվելուց խուսափելու համար։ Պլատինները ամենակեր են, պահպանեք սննդի բազմազանություն, որպեսզի ստանան բոլոր վիտամինները։ Պահման պայմաններ՝ ակվարիումը առնվազն 40 լիտր, լավ են պահվում կենդանի բույսերով միջավայրում։ Առավել հաճախ սնկային կամ բակտերիալ վարակներ, վատ ջրային պայմաններում։ Ջրի մաքրությունը և սննդակարգը հիմնական նախապայմաններն են առողջության համար։ Զեբրաֆիշ։ Զեբրաֆիշը փոքր չափի, ակտիվ և խաղաղ ձկներ են, որոնք ստացել են իրենց անունը մարմնի երկայնքով անցնող մուգ կապույտ և բաց գծերի զեբրայի պես նախշերի շնորհիվ։ Զեբրաֆիշը գեղեցիկ, հետաքրքիր վարքագծով և շատ հեշտ խնամվող ձուկ է, որն իդեալական է սկսնակ ակվարիումների սիրահարների համար։ Ծագել են Հարավային Ասիայում։ Չափսը 4-ից 5 սմ, կյանքի տևողությունը 3-ից 5 տարի։ Ջրի ջերմաստիճանը 20-ից 26 աստիճան Ցելսիուս։ Տեսակներն են ոսկեգույն մարմնով, պեպենավոր նախշերով, բաց գույնով, կարմիր աչքերով, երկար լողակներով, լուսավոր գույներով։ Զեբրաֆիշները խմբային ձկներ են, պահել առնվազն 5-ից 6 հատ, լավ են շփվում այլ խաղաղ ձկների հետ, շատ ակտիվ են, սիրում են լողալ ջրի վերին շերտի միջին շերտերում։ Զեբրաֆիշները ամենակեր են, ուտում են փոքր կծիկներով սնունդ ըստ իրենց բերանի չափի։ Ակվարիումը առնվազն 40 լիտր խմբի համար, ֆիլտրացիան մեղմ հոսքով չեն սիրում ուժեղ հոսք, լույսը միջին։ Զեբրաֆիշը լայնորեն օգտագործվում է որպես մոդել, նրանք կարող են վերականգնելու վնասված օրգանները, օրինակ սիրտ, կարող են գոյատևել ջրի տարբեր պայմաններում, ինչը շատ հեշտացնում է նրանց ձվադրող ձուկ է, արուն և էգը զուգավորվում են սովորաբար առավոտյան, երբ ջուրը մի փոքր տաք է լինում։ Ակվարիումում ձկները պետք է առանձնացվեն մեծից, հակառակ դեպքում կուտեն։ Ձկնիկները դուրս են գալիս 2-ից 3 օրվա ընթացքում։ Տետրա։ Տետրաները փոքր չափի գունավոր խաղաղ ձկներ են։ Նրանք շատ ակտիվ են և սովորաբար պահվում են խմբերով։ Տետրաների շատ տեսակներ կան, որոնցից ամենահայտնիներն են նեոն, կարդինալ, սևը և այլն։ Ծագում են Հարավային Ամերիկայում։ Չափսը 2-ից 5 սմ, կյանքի տևողությունը 3-ից 5 տարի։ Պահեք առնվազն 6-ից 8 հատ, որպեսզի նրանք զգան ապահովություն և ցուցադրեն բնական վարքագիծը։ Լավ են ապրում այլ խաղաղ ձկների հետ, շատ ակտիվ են, սիրում են լողալ ջրի միջին շերտերում։ Սնունդը 4 տեսակի՝ կենդանի կամ սառեցված սնունդ։ Հիմնականում ամենակեր են։ Ակվարիումի ծավալը առնվազն 40 լիտր խմբի համար, ջրի ջերմաստիճան 22-ից 27 աստիճան, լույս թույլ կամ միջին, ուժեղ լույսը կարող է ստրես առաջացնել։ Տետրաները հիմնականում ձվադրում են, բազմանալու համար առանձնացնում են զույգերին կամ փոքր խմբեր։ Ձվերը պետք է պաշտպանել մեծերից, քանի որ նրանք կուտեն դրանք։ Ձվերից ձկնիկները դուրս են գալիս 24-48 ժամում։ Ոչ ճիշտ ջրի պայմանները կարող են բերել սպիտակ կետերով հիվանդություն, բակտերիալ վարակներ, սնկային բորբոքումներ։ Պահպանեք ջրի մաքրությունը և ճիշտ ջերմաստիճանը։ Գոլդֆիշ։ Գոլդֆիշը պատկանում է կարասների ընտանիքին և հանդիսանում է ամենահայտնի և տարածված ձկներից մեկը աշխարհում։ Ծագել է Չինաստանից, չափսը 10-ից 30 սմ, կյանքի տևողությունը 10-ից 15 տարի, որոշ դեպքերում մինչև 30 տարի։ Գոլդֆիշը ունի շատ բազմազան տեսակի ձևեր, սովորական երկարավուն մարմնով, երկկողմանի պոչով փքված, գլխի մասում ունակ է փքվածություն, բարձր մեջքի և կլոր որովայնով, բազմագույն կապույտ, կարմիր, սպիտակ և սև խառնվածքով, սև գույնով, մեծ աչքերով։ Ակտիվ, բայց ոչ շատ արագ շարժվող ձուկ է։ Լավ է պահել ավելի մեծ առնվազն 75-ից 100 լիտր ակվարիումում, ցանկալի է պահել խմբով, բայց մեծ տարածքով, քանի որ մեծանում են։ Սնունդը բազմազան։
Ջրի ջերմաստիճան 18-ից 24 աստիճան, չի սիրում տաք ջուր, լավ ֆիլտրացիա, քանի որ շատ են աղտոտում ջուրը, ձվադրող ձուկ են, բայց խնամքը բարդ է, բազմանալու համար պետք է մեծ տարածք և հարմար միջավայր, ձվերը լցվում են բույսերի վրա, բայց մեծերը հաճախ ուտում են ձվերը, այդ պատճառով պետք է առանձնացնել։ Գոլդֆիշերը կարող են տառապել տարբեր հիվանդություններով, լորձաթաղանթի վնասվածքներ, բակտերիալ և սնկային վարակներ, պարազիտներ։ Կորիդորասը խմբային ձկներ են պահել առնվազն 4-ից 6 հատ միասին, շատ խաղաղ են, ոչ ագրեսիվ, շատ ակտիվ են հատակում, փնտրում են սնունդ, շարժվում են ամբողջ հատակով, սիրում են հանգիստ, փափուկ, մանր ավազով հատակը, իդեալական են լցնելու համար ակվարիումի հատակային տարածքը, ծագում Հարավային Ամերիկա, չափսը 4-ից 8 սմ, կյանքի տևողությունը 5-ից 8 տարի։ Ակվարիումի ծավալը առնվազն 40 լիտր, ջրի ջերմաստիճանը 22-ից 26 աստիճան Ցելսիուս, լույս թույլ կամ միջին, ֆիլտրացիա լավ մեղմ հոսքով, անհրաժեշտ է մաքուր ջուր։ Կորիդորասը ձվադրող ձկներ են, ձվերը դնում են բույսերի վրա կամ հատակի քարերին, մեծերը հաճախ ուտում են ձվերը, այդ պատճառով լավ է առանձնացնել բազմանալու ժամանակ։ Բազմանալու համար անհրաժեշտ են մաքուր ջրային պայմաններ և հատուկ սննդակարգ։ Կորիդորասը շատ դիմացկուն են, բայց կարող են տառապել սնկային բակտերիալ վարակներից, եթե ջուրը վատ որակ ունի։ Կորամի ձուկը հայտնի է իր գեղեցիկ տեսքով և խաղաղ բնավորությամբ, այն շատ տարածված է ակվարիումներում, այս ձկներն առավելություն ունեն ջրի վրա շնչելու իրենց ունակությամբ, հուսալի օդափոխության համակարգով, ինչը նրանց ավելի դիմացկուն է դարձնում տարբեր ջրային պայմանների նկատմամբ։ Տարբեր տեսակների մեջ, օրինակ պղնձե գորամին հասնում է մոտ 12 սանտիմետրի, իսկ այլ տեսակները փոքր կամ ավելի մեծ։ Ջրի ջերմաստիճան 22-28 աստիճան Ցելսիուս, սնունդը բազմազան է։
Կորամի ձուկը հայտնի է իր գեղեցիկ տեսքով եւ խաղաղ բնավորությամբ։ Այն շատ տարածված է ակվարիումներում։ Այս ձկներն առավելություն ունեն ջրի վրա շնչելու իրենց ունակությամբ, հուսալի օդափոխության համակարգով, ինչը նրանց ավելի դիմացկուն է դարձնում տարբեր ջրային պայմանների նկատմամբ։ Տարբեր տեսակների մեջ, օրինակ պղնձե գորամին հասնում է մոտ 12 սանտիմետրի, իսկ այլ տեսակները փոքր կամ ավելի մեծ։ Ջրի ջերմաստիճան 22-28 աստիճան ցելսիուս։ Սնունդը բազմազան է։ Կորամից Բետա կամ հայկականով սրտաձուկը ակվարիումային շատ հայտնի եւ սիրելի ձուկ է իր վառ գույների ու մարտական բնավորության շնորհիվ։ Ծագել է հարավ-արևելյան Ասիայում, չափսը մոտ 6 սանտիմետր։ Արուները շատ տարածված են իրենց ագրեսիվության պատճառով, նրանց չպետք է պահել միասին, հակառակ դեպքում կռիվ են անում։ Կարող են ուտել մանրացած սնունդ, փոշի, կենդանի եւ սառեցված սնունդ, պահել միայնակ կամ հետագայում խաղաղ տեսակների հետ։ Կարևոր է ունենալ տաք կայուն ջերմաստիճան շուրջ 26-ից 28 աստիճան ցելսիուս ջուրում։ Ջուրը պետք է մաքուր պահել, փոփոխել 25-ից 30% ամեն 1-ից 2 շաբաթում։ Ակվարիումը կարող է լինել փոքր մինչև 5-ից 10 լիտր։ Բետա կամ հայկականով սրտաձուկը ակվարիումային շատ հայտնի եւ սիրելի ձուկ է իր վառ գույների ու մարտական բնավորության շնորհիվ։ Ծագել է հարավ-արևելյան Ասիայում, չափսը մոտ 6 սանտիմետր։ Արուները շատ տարածված են իրենց ագրեսիվության պատճառով, նրանց չպետք է պահել միասին, հակառակ դեպքում կռիվ են անում։ Կարող են ուտել մանրացած սնունդ, փոշի, կենդանի եւ սառեցված սնունդ, պահել միայնակ կամ հետագայում խաղաղ տեսակների հետ։ Կարևոր է ունենալ տաք կայուն Ծաղրածու ձուկ։ Ծաղրածու ձուկը շատ սիրված հայտնի ձուկ է հատկապես Դիսնեյի ծովի գույներ ֆիլմից հետո։ Նրանք կենդանի աշխարհում հայտնի են իրենց վառ գույներով եւ հետաքրքիր բնավորությամբ։ Ծագում հնդկական եւ խաղաղ օվկիանոսի։ Չափսերը մոտ 8-ից 15 սանտիմետր։ Ջրի ջերմաստիճանը 24-ից 28 աստիճան ցելսիուս։ Ծաղրածուն աղի ջրերի ձկներ են, այսինքն պետք է ունենալ հատուկ աղի ջրի ակվարիում, ոչ թե Վիրաբույժ կապույտ աղի ջրի ձուկ է։ Ծագումը հարավային Ասիա։ Չափսերը մինչև 20-ից 23 սանտիմետր է։ Կյանքի տևողությունը մինչև 10 տարի կամ ավել լավ խնամքի դեպքում։ Ջրի ծավալը առնվազն 300-ից 400 լիտր մեկ ձկան համար։ Ջրի ջերմաստիճանը 24-ից 28 աստիճան ցելսիուս։ Ջրի մաքրությունը գերազանց, առանց ամոնիակի եւ նիտրանտի։ Ջրի հոսքը եւ լուսավորությունը միջինից ուժեղ։ Կապույտ վիրաբույժը հիմնականում խոտակեր է, սնվում է հաճախ ագրեսիվ է մյուս վիրաբույժների կամ նմանաձև ձկների նկատմամբ։ Շատ զգայուն է հիվանդությունների հանդեպ։ Ջրի որակը պետք է բարձր լինի։ Չի կարելի պահել փոքր ակվարիումներում։ Ավելի հարմար է փորձառու ակվարիումի սիրահարներին, ոչ թե սկսնակների համար։